Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գերնալ, օր հունիսի 6։ Վասնզի Աստված է, որ ներգործում է ձեզանում կամենալնել, անելնել, իր հաճության պես, Փիլիպպեցիս 2:13 խոսք։ Մենք պետք է գիտակցենք, որ քրիստոնյայի զորությունը իր մեջ չէ, այլ իր Տիրոջ մեջ։ Այլ բանակներում հրամանատարի ուժը նրա զինվորների մեջ է։ Ինչպես մի մեծ զորավար մի անգամ ասել է իր զինվորներին, որ թռչում է նրանց թևերի վրա։ Եթե նրանց փետուրները կտրվեին եւ նրանց ուժը կոտրվեր, ապա ինքն էլ կկորչեր։ Սակայն սրբերի բանակում յուրաքանչյուր սրբի եւ նույնիսկ ամբողջ սրբերի բանակի զորությունը գտնվում է զորքերի Տիրոջ մեջ։ Աստված կարող է հաղթել իր թշնամիներին առանց նրանց ձեռքերի օգնության, բայց նրանք առանց նրա բազկի չեն կարող նույնիսկ իրենց պաշտպանել։ Աստծո անուններից մեկն է Իսրայելի ապավենը, Առաջին Թագավորաց 15:29 խոսք։ Նա էր Դավթի սրտի զորությունը։ Առանց նրա այս քաջ ու արժանավոր մարդը նրա բազուկների մեջ ամրացած լինելով կարող էր մարտահրավեր նետել նրան, ով ամբողջ բանակին էր մարտահրավեր նետում, անսովոր կերպով վախեցնելով նրանց ընդամենը 1-2 խոսքով, որ դուրս եկան փղշտացու բերանից։ Տերն էր նաև նրա ձեռքերի զորությունը։ Նա սովորեցրեց նրա մատներին պատերազմել, եւ նույն կերպ նա է իր բոլոր սրբերի զորությունը մեղքի եւ սատանայի դեմ նրանց պատերազմի մեջ։ Ոմանք մի հարց են առաջադրում, թե արդյոք աշխարհում կա այնպիսի մեղք, որի գործման մեջ սատանան որևէ մասնակցություն չունենա։ Բայց եթե հարցը դրվեր այսպես. արդյոք կա որևէ սուրբ կամ աստվածահաճո գործ, որը կատարվում է առանց Աստծո հատուկ օգնության եւ ներգործության, մենք այդ հարցի պատասխանը ունենք. առանց ինձ չեք կարող ոչինչ անել։ Հովհաննես 15:5 խոսք։ Ոչ թե մենք մեզանից բավական ենք մի բան միտքը անելու ինչպես մեզանից, այլ մեր բավական լինելը Աստվածանից է։ 2 Կորինթացիս 3:5 խոսք։ Մենք առաքյալներս եւ մենք սրբերս, թեև ունենք մշտական շնորհ, այդ շնորհը նման է ջրհորի հատակում եղած ջրին, որը մեր ամբողջ ջանքերով չի բարձրանա, մինչև Աստված չտա իր շարժող, արթնացնող շնորհը, եւ միայն այդ ժամանակ այն կհոսի ու կգործի։ Կամենալը, այսինքն ցանկանալը, ավելի մեծ բան է, քան պարզապես մտածելը, իսկ կամքը գործի վերածելը ավելի մեծ բան, քան այդ երկուսը միասին։